խոսում է սիրո մասին եւ ասում է թե ինչ բան է սերը պետք է որոշակի գործողություններ դրսևորում ունենա։ Սա էլ շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն նշանակում է ինչ որ բան ուզում է հանրությանը տեղյակ պահել։ Ես կարծում եմ ինքը միշտ է այդպես խորհուրդներով խոսացել եւ իրա եւ Նիկոլ Փաշինյանի երբեմն միասին հեռուստացույցի էկրանի հետևում Երևանը միշտ բնութագրվում էր նրանով, որ Տիկին Աննա Հակոբյանը ինչ որ բան է ուզում հասկացնել։ Ինչ որ խորհրդանիշներով է խոսում, իսկ այս ելույթը ամենախորհրդանշականն է։ Ինչու անկարծ պետք է իր հետևից գնա հակակոռուպցիոնը։ Ինչու է ինքը այդ բոլոր նվերները թողնում պետությանը։ Արդյոք դրա հետ կապված ինչ որ զրույցներ եղել են թե ոչ։ Արդյոք ինքը մտավախություն ուներ, որ եթե դրանք չթողներ, ապա անպայման իր հետևից գալու էին, հա։ Վերջապես ինքը եւ Նիկոլը, եթե հավատանք, հա, այն ամենին ինչ իրանք ասում են, ունեն 4-ը միասին ծնած եւ մեծացրած երեխաներ։ Արդյոք կարելի է այս ամեն ինչը մի կողմ դնել։ Լավ, ով կարող է լինել այն ֆովարիտը, որ հաղթել է Տիկին Աննա Հակոբյանին։ Եվ երբ որ ինքը սիրո դրսևորման մասին, թե նա ինչ գործնական, ես վերջերս ով է միշտ սիրո նշան ցույց տալի։ Նիկոլը, չէ։ Ինչ է ակնարկում Տիկին Աննան։ Ինչ է ուզում դրանով ասել։ Ես կարծում եմ էմոցիոնալ մոտենալ Տիկին Աննայի այս ելույթին, Քավլիցի, ինձ համար միշտ ցավ է, որ ընտանիքները տրոհվում են, ընտանիքները բաժանվում են, բայց այս պարագայում մենակ ընտանիքի բաժանության խնդիր չէ, որ արկա է մեջտեղում։ Կան ավելի խորքային խնդիրներ, որոնց մասին եթե մենք ուշադիր հետևենք Տիկին Աննայի ելույթին, դրանց մեջ այդ ակնարկները կան։ Ինչի համար են ազգուշացնում ժողովրդին, ինչ նոր մեսիջներ է ուղարկում ժողովրդին։ Ով է այն ֆովարիտը, որ կարողացել է հաղթել Տիկին Աննային։ Էդ էլ կարելի է, գիտեք, մոտավորապես ասել, ով կարող է լինել։ Իհարկե նույնիսկ եմ կրկնում, սա բացարձակապես ենթադրություն է։ Բայց եթե նայում ենք Նիկոլի վարքագծին, նույնիսկ եմ կրկնում, նշանակում է դիմացը եւս մեկ ուրիշ ուժեղ կին է։ Կին, որը միայնակ է, բայց որը անպայման զավակ ունի, որովհետեւ ինչ որ փորձառություն պետք է անցած լինի այդ կինը։ Օրինակ իմ մոտ նույնիսկ տպավորություն է առանձնացել, որ այդ կինը ջազի հետ պետք է կապ ունենա։ Նիկոլի հեծանվավազքը ջազով փոխարինելու այս երևույթը շատ հետաքրքիր է։